Արցախի սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակը վերջին օրերին ավելի հանդարտ է, հատկապես եթե համեմատում ենք փետրվարի վերջին օրերի հետ։ Առաջնագծում կարելի ասած հարաբերական անդոր է եւ մեր զորքերը իրենց պաշտպանական հատվածներում իրականացնում են մարտական հերթապահություն, զգոնությունը միշտ լինում է բարձր եւ իհարկե հակառակորդի յուրաքանչյուր շարժի մասին մենք տեղեկացված ենք մնում եւ վաղօրոք եւ իհարկե արդեն բոլոր մեր այն հնարավորությունները, որը որ ներդրված են ընդհանուր բանակի առաջնագծում, թույլ են տալիս, որպեսզի ավելի ուժեղ, ավելի ամուր, ավելի տեսանելի լինի հակառակորդը մեզ համար։ Ասվածում համոզվեցինք առաջնագծում հյուսիսարևելյան սահմանագծի մարտական հենակետերից մեկում։ Ապրիլյան դեպքերի ժամանակ այս դիրքի հանդեպ մեղմ ասած անտարբեր չէր հակառակորդը, տղաները դիմակայեցին եւ ինչպես այն ժամանակ, այսօր էլ ամեն ինչ պահում են իրենց վերահսկողության ներքո։ Վիճակը հանգիստ է, մենք էլ միշտ զգոն պատրաստ ենք, ոչ մի անգամ, ոչ մի վայրկյան չենք բանանում։ Զգոնությունը չենք թույլատնում։ Մոտ մեկ ամիս է սահմանի այս հատվածում հարաբերական անդոր է։ Գնդապետ Հարությունյանի խոսքով չի բացառում, որ հակառակորդի այս լռությունը կապված է դիվերսիոններ թափանցման ձախողված փորձերի հետ։ Երևի հակառակորդը արդեն զգացել է, որ ինքը թակում սող, ինչպես իրեն բնորոշ է գող մեր տարածքների մոտենալ արդեն բացառվում է, ուստի նա ստիպված արդեն անցել է այդ խաղաղ կամ հարաբերական խաղաղ պայմանների ծառայության։ Ստեփանակերտցի Տիգրան Հայրապետյանն արդեն 15 ամիս է ինչ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին է ծառայում։ Ըստայեցնում է, արագ է հարմարվել եւ նախընտրում է մարտական դիրքում հերթապահությունը զորամասից։ Ասում է, այստեղ առաջնագծում առավել հանգիստ ու հպարտ է, հակառակ հանգամանքին, որ ադրբեջանական դիրքն իրենից ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում։ Առաջնագծում նրանով հանգիստ, որ դու քեզ ես քո մեջ հանգիստ զգում, որ հող ես պաշտպանում, ծնող ես պաշտպանում, հարազատ, սաղ ազգը քեզ անայում, հպարտանում, դրանով ես քեզ լավ զգում։ Տրամադրված մարտական դիրքի մթնոլորտն է ոնց որ մի ընտանիք անի։ Դիրքի ավագ Ազատ Արշակյանի աչքից չեն վրիպում հակառակորդի իրականացրած նույնիսկ աննշան տեղաշարժերը, այսօր հիմնականում ինժեներական աշխատանքներ են կատարում։ Նորակառուցիչ ինչ-որ բաներ, փոփոխություններ զգում ենք, ունենում են։ Ինժեներական գործեր են անում։ Բայց կենթանի շարժբան այդպես։ Չէ, այդպես չեն երևացել էլի։ Այնպես որ ամեն ինչ գտնում է մեր տղաների վերահսկողության տակ, նրանք պարտադրողի դերում են, հակառակորդն էլ թեկուզ չկամությամբ, բայց ստիպված լինում հնազանդվել։ Հակառակորդին մենք միշտ յուրաքանչյուր վայրկյանի սպասում ենք եւ չի բացառում նրա բոլոր այս սադրանքները, որպեսզի կարողանանք ժամանակին կանխենք ու ժամանակին արժանի հարված հասցնենք հակառակորդին։ Եթե ասենք առաջնագծում կատարյալ անդոր է, այդպես չէ, բայց մեր դիրքապահներն արդեն անգիր գիտեն, թե ինչ կրակոց ինչին է ուղղված, պատասխանում են անհրաժեշտության դեպքում։ Մեկ-մեկ հա, այտենց մեկ-մեկ լինում է։ Չի անհանգստացնում ձեզ։ Չէ, նորմալ է դա։ Պատասխան լինում է ձեր կողմից, թե նայած ոնց են կարակում։ եթե պետք է լինում։ Եթե պետք է լինում, հա ուժեղ պատասխան ենք տալի, էլ չեն կարակում։ Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի ամրապնդմանն ուղղված բավականին աշխատանքներ են իրականացվել մարտական դիրքերում եւ դեռ շարունակվում են։ Մանրամասը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բայց որ այսօր մարտական դիրքերում կանգնած զինվորներին ավելի ապահով է զգում, դա փաստ է։ Յուրաքանչյուր զինվոր ինքը իր ամրությունը տեսնում է այդ ինժեներական կառույցների ճիշտ կահավորվածության մեջ եւ ինքը վստահ է այդ կառույցներում իր պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու համար։ Մեր զինվորները պատրաստ են իրենց արժե դրված մարտական խնդիրը իրականացնել կատարել պատշաճ մակարդակով։ Բարձր տրամադրությամբ ու վստահ են տղաները, ամուր են դիրքերը, ամուր է առաջնագիծը, ազերիների յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտված է ձախողման կորուստներով հանդերձ, իսկ շարքային Տիգրան Հայրապետյանի ասելիքն ուղղված է իր հարազատներին ու համայն հայությանը։ Հանգիստ լինեն, արխային լինեն, ապահով են, պահում ենք, չենք թողի։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր